Ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Շպրոտը հետևորդներին անակնկալ ձևով հայտնեց, որ ամուսնացել է։ Այս ամիսների ընթացքում նա ամուսնու մասին գրեթե ոչինչ չի պատմել, բացահայտումներ չի արել։ Սակայն օրերս ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակած հոլովակների միջոցով նա որոշ մանրամասներ էր հայտնել իր ընտրյալի մասին, պատմելով նաև, թե ինչպես են իրենք ծանոթացել։ Երևանից տեղեկություններ հասավ, որ Մարուժնի վաճառող Լուսիկ Տոտան կենդանի է։ Հիմա ինքը այդ տարածքում վաճառում է ծաղիկներ։ Մաման ասեց. ասում է Լուսիկ Տոտան կենդանի է, այլ Մարուժնի չի վաճառում։ Հիմա ծաղիկներ է վաճառում։ Լուսիկ տյոտա, պրիվետ, սրջեշնի։ Հիշում եք, որ Մարուժնին են ամենատակից հանում տալիս էիք 20 կոպեկով բաժակներ։ Էսկիմոն ինչքան էր, 20 կոպեկ բաժակներ, էսկիմոն երևի 30 կոպեկ էր, այդ հալած էսկիմոները խփած մի քանի տեղից։ Ախրանի ջան, ոնց քեզ չեն նկատում, անի, գեղեցկուհի։ Երեխեք ջան, մի ուրիշ տիպի բախտս բերեց։ Ով ա տեսել, որ 44 տարեկան տունը մնացած աղջիկ, կնիկ, անունն էլ Շպրոտ, դիմավորեք, Շպրոտ, պարսկահայերն են ինձ տենց հայտարարում, Շպրոտ, եմ որ ասում եմ աղբոր պես, ավել լավա մի հայտարարեք կամ ասեք բան, պարու սևակ, Շպրոտ, ինչպես քեզ չեն նկատում, անի, ջրիկ ասել եմ այսօր երեխեք։ Իրականում երեխեք ջան, եթե կան աղջիկներ, ովքեր 44 տարեկան են և դեռ չեն ամուսնացել, այն ինչ իմ կյանքում կատարվեց, որ մենք գտանք իրար, ես և ամուսինս, դա ես համարում եմ, որ Աստծո հրաշքն էր։ Եթե ես հետ չգնայի Աստծուն և չունենայի Աստծուն այսօր իմ կյանքում, միանշանակ իմ բախտը չէր բացվի, սենց ասեմ, հա չնայած մենք բախտի չենք հավատում քրիստոնյաներս, մեզ մոտ ամեն ինչ անում է Աստված, բայց դե տենց խոսք կա, չէ, որ ասում է բախտի տերը թաղեմ, շատ վատ խոսք է, շատ ահավոր վատ խոսք է, բայց միայն Աստծո փառքն է դա, ես հիմա սա ասում եմ Աստծո փառքի համար և վստահեք Աստծուն, աղոթեք Աստծուն և կլինի, լավ է ուշ քան երբեք։ Քանի ժամանակ ունեմ, մի երկու խորհուրդ տամ ինչ ամուսնացած քուրիկներին։ Ուրեմն, աղջիկներ, եթե դուք ուզում եք ամուսնանալ, բայց դեռ ձեզ մոտ չի ստացվում, չեք հանդիպում ձեր երազած տղամարդուն, ուրեմն դուք կամուսնանաք այն ժամանակ, երբ հոգեպես պատրաստ կլինեք, նայեք հիմա մի հատ շատ սենց խուճուճ բան եմ ասելու, դժվար ընդունելու, երբ դուք պատրաստ կլինեք ծառայել ձեր ամուսնուն, նորից եմ կրկնում, ձեր բախտը կբացվի այն ժամանակ, երբ ձեր սիրտը այնքան խոնար կլինի, որ դու պատրաստ կլինես ծառայես քո ամուսնուն, որովհետև Աստված մեր ամենամեծ տերն է, չէ, մեր ամեն ինչն է, հետո գալիս է ամուսինը, քո գլուխն է, ամուսնու գլուխն էլ Աստված է, դու եթե հոգեպես պատրաստ չես ծառայելու քո ամուսնուն, քո բախտը, դու չես ամուսնանա, բախտ բառը եմ ասում, եթե դու սպասում ես, որ կամուսնանաս ու չգիտեմ կյանքիդ որակը կբարձրանա, ինքը քեզ կազատի ծնողներիդ կապանքներից, կամ չգիտեմ նայում ես, որ մեծահարուստ տղա լինի, որ վերջապես դու գնաս Սվադիբնի պուտեշեսթվիա ու ինչ-որ Մալդիվներ, սխալ մոտիվացիա է, շուտ կբաժանվեք, հնարավոր է ամուսնանաս, բայց շուտ կբաժանվես, որովհետև դու մատերիայի համար ես ամուսնացել, իսկ եթե դու պատրաստ ես դժվարությունների, ընտանիքում զոհողությունների, հոգեպես, եթե դու խոնար չես, դու չես ամուսնանա, կամ կամուսնանաս ու շուտ կբաժանվես, որովհետև սխալ մոտիվով ես ամուսնանալու։ Ես կարծում եմ, որ ինքը ընտանիք գաղափարը, աստվածային գաղափար է,
եւ պիտի հետևես օրենքին։ Ինքն Աստված ուզել է, որ կին տղամարդ ամուսնանան եւ լինեն իրար ընկեր։ Չէ, կինը տղամարդու համար լինում է ընկեր, օգնական, եւ տղամարդը լինում է կնոջ էլի օգնականը, բայց համել գլուխը, մեջքը։ Եվ կինը պիտի խոնար լինի ու հնազանդ։ Այդ հնազանդ բառը մի քիչ բոլորից հետ է վանում, բայց դա այն խդր հնազանդության մասին չի խոսքը, այս շատ սիրուն խոնարհության մասին է, որ իհարկե դու տարիների ընթացքում ես սովորում, այնպես չի որ միանգամից տենց դառնում ես խոնար եւ հնազանդ, բայց ուզում եմ հասկանաք իմաստը։ Հենց իմաստը բռնացրեցիր, կոպիտ ասած պիտի երազես իր նասկիները լվանաս։ Դու պատրաստ լինես, հոգեպես այնքան խոնար լինես, որ չնայած հիմա լվացքի մեքենա կա, բայց դու այդ էմոցիոնալ այտենց պիտի պատրաստ լինես, որ իր նասկիները սիրով լվանաս։ Հետո, եթե դու այդ հələ մանկամիտ ես շատ ու ասում ես, վայ չէ, այն խալը դուրս չի գալի, այն մազը մի տեսակ սենց աջ կողմից ձախա շատ թեքված, եղքլը պախոտ կեն, բանը, ձերքերը եսիմ ինչ գույնի է, մատները եսիմ ինչ է, եթե դու սկսում ես այտենց ինչ որ խոշորացույցով նայել ամեն մի ուզողիդ եւ չկա քո մեջ այդ արժեքը, որ դու ինչ ես փնտրում իրականում, քուրիկ ջան, քեզ համար։ Պիտի որոշ զոհողությունների գնաս, նույնիսկ ճաշակային, չնայած շատ լավ է, երբ որ արտաքնապես քո ճաշակով է լինում, հա, օրինակ ես բոյով տղամարդ եմ սիրում, իմ համար շատ կարևոր էր, որ իմ ամուսինը լինի բոյով։ Բայց ասածս այն է, որ շատ անգամ կոլոտ տղամարդն էլ կարա քեզ երջանկացնի երևի թե։ Եվ ամենակարևորը, սիրելի քուրիկներ, դու չպիտի սիրահարված լինես, չամուսնանաս ոչ մի տղամարդու հետ, ում սիրահարված ես։ Հիմա բացատրեմ։ Այն որ մեռնում ես, ստամոքսիդ մեջ ինչ որ թիթեռներ են ու այդ թիթեռները երբեք չեն հանգստանում, վեճնի սենց այդ թիթեռները, բան, ամբողջ օրը նստած սպասում ես երբ հագրելու, ինչ որ սենց հիվանդ վիճակ է մոտդ։ Չամուսնանաս, դա սեր չի, դա կախվածություն է, դա ահավոր վատ բան է։ Մի նայի շատ էմոցիաներիդ։ Ինքը ուղղակի պիտի սենց դուրդ գա։ Դու իր կողքը պիտի շատ ապահով քեզ կաս։ Okay, պայնավորվեցինք։ Եթե դու սիրահարված ես ու ինչ որ սենց կախված վիճակ է, տանջվում ես, դու գիտես ինչի մասին եմ ես հիմա խոսում։ Մտքիցը դուրս չի գալի, ոնց որ հիվանդ լինես, ինքը չի։ Հենց ասեմ, պիտի մի քիչ դուրդ գա։ Այն որ ասես օքեյ է։ Ոչ թե որ լազերդ գնա բան, այ չեմ կարող, ես առանց նրա, ես կմահանամ, ես ինձ բան, չէ, ինքը չի։ Մի անգամից այն որ հենց այդ թիթեր վիճակը կա, այն որ ասա հաջողություն։ Բայց այն որ սենց մի քիչ վրետ ազդում է, բայց համելն ես թեթև դուրդ գալիս է ինքնա։ Понимаете, ինչ պահա։ Տղամարդը պիտի քեզ շատ սիրի, շատ։ Այդ ամենակարևոր բանն է, որ տղամարդը քեզ շատ սիրի։ Հասկացար, որտեվ մենք ծաղիկ ենք, մեզ պիտի սիրեն, պուպուշանեն, մենք վարդ ենք։ Իսկ երբ որ կինն է տենց հիստերիկի պես սիրահարվում, որ ուր գնացիր, ինչ արեցիր, ես սենց անում, կյանքը ուտում ես, զանգում ես, գրում ես, չէ, էլի մեզ չի սազում։ Նետ։ No։